Եթե դու նայում ես հայելուն եւ այնտեղ արտացոլանքը խոժոռ է, դու չես մոտենում հայելուն եւ գոռում նրա վրա, որ փոխի արտացոլանքը։ Միակ ճանապարհը, որ հայելին ժպտա, դա այն է, որ դու առաջինը ժպտաս։ Եթե դու սպասում ես, որ արտաքին իրականությունը փոխվի, որ քո կյանքում փոփոխություն լինի, ապա դու կմնաս հավերժ սպասելով։ Բայց եթե դու որոշես փոխվել, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում քո շուրջը արտացոլանքի տեսքով, դա ապացույց է իսկական ներքին փոփոխության, որովհետև դու պայմանական չես փոխվում, կախված քո շուրջ տեղի ունեցողից։ Դու ասում ես, նշանակություն չունի, թե ինչ է կատարվում շուրջս, որովհետև ինչ էլ կատարվի, ես գիտեմ, որ թույլ կտամ ամեն ինչ դրականորեն ծառայի ինձ, եւ իմ գոյավիճակը կախված չէ այն հին մոդայից դուրս եկած նշանակություններին, որ նախկինում են տվել այս իրականության վերաբերյալ։ Ես եմ որոշում սրա նշանակությունը։ Ես եմ որոշում ինչ սահմանում տալ, որ այս իրականությունը ինչպես հարկն է ծառայի ինձ, որովհետև ես իմ յուրահատուկ իրականությունն ունեմ։ Ես իմ յուրահատուկ տեսակետն ունեմ։ Ես եմ որոշում ինչպես լինի։ Լուծումն այն է, որ հանգիստ թողնեք հին սահմանումները եւ գիտակցեք, թե յուրաքանչյուր պահի ինչ սահմանում տակ չաշխատող իրադարձություններին։ Որովհետև փորձից հետևություն կարելի է անել, որ տիեզերքը ձեզ աջակցելու է ձեր ցանկացած ընտրության դեպքում։ Այն երբեք չի հակաճառում ձեզ, չի կարող, այնպես ինչպես հայելին չի կարող հակաճառել քո ոչ մի դեմքի արտահայտությանը։ Այն պետք է արտացոլի այն, ինչ քո դեմքի վրա է։ Դա ուղղակի այդպես է նախագծված։ Եթե այն աջակցում է քեզ, երբ դու խոժոռ ես եւ քեզ տալիս է բացասական սինխրոնիզացիա, ապա ինչու պետք է չաջակցի, եթե դու որոշես ժպտալ եւ ստանալ դրական սինխրոնիզացիա։ Այն երբեք չի հակաճառի եւ հակառակվի քեզ, որովհետեւ այն սպասում է, որ դու որոշես ով ես դու եւ ինչ հոգեկան վիճակ ես նախընտրում, որ կարողանա այն արտացոլել։